Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Եթե կրակ առաջանա ու կպչի փշերին և դիզված որաները կամ չհնձված ցորենը կամ արտը այրի, ապա կրակ գցող նայրածը հատուցանի Ելից 22:6 Բայց ինչպես պետք է փոխհատուցի նա, ով մոլորության բոցեր կամ չարության ածուխներ է գցում ու մարդկանց հոգիները բռնկեցնում դժոխքի կրակներով: Այս մեղքը հնարավոր չէ գնահատել, իսկ դրա հետևանքներն անդառնալի են: Եթե անգամ հանցագործը ներում ստանա, ինչ կսկիծ կհամակի նրան, երբ հետադարձ հայացք նետի իր արածներին: Չէ՞ որ այլևս ոչինչ շտկել հնարավոր չի լինի: Մի վատ արարքը կարող է կրակ բռնկել, որը փոխված բնավորության բազում տարիները չեն կարող հանգցնել: Ցորենի արտն այրելն արդեն իսկ բավականին վատ է, սակայն որքան ավելի վատ է մարդկանց հոգիները կործանելը: Մեզ համար օգտակար կլինի մտածել, թե որքանով ենք մենք մեղավոր եղել անցյալում և պարզել, թե արդյոք ներկայում էլ մեր մեջ այնպիսի մի չար բան չկա, որ հակված է վնաս հասցնելու մեր հարազատների, բարեկամների ու հարևանների հոգիներին: Վիճաբանության ու կռվի կրակը սարսափելի չարիք է, երբ բռնկվում է քրիստոնեական եկեղեցում: Այնտեղ, որտեղ նորադարձները շատացել են, թշնամությունն ու նախանձն առավել արդյունավետ են կատարել սատանայի գործը: Այնտեղ, որտեղ ոսկե հացահատիկն ամբարվել է, ի հատուցումն մեծ Բոոսի տքնաջան աշխատանքի, ատելության կրակը ներս է մտել ու գրեթե ոչինչ չի թողել, բացի ծխի սև ու գորշ ամպից: Վայ նրանց, ում միջոցով գալիս են գայթակղությունները: Թող դրանք երբեք մեր միջոցով չգան, քանի որ մենք ոչ միայն չենք կարող փոխհատուցել դրանց հասցրած վնասը, այլ նաև դրանց գլխավոր տուժողները կլինենք: Նրանք, ովքեր բորբոքում են կրակը, արժանի են արդարացի պարսավանքի, սակայն նրանք, ովքեր առաջինն են բռնկում այն, կրում են մեղավորության ամենամեծ բաժինը: Տարաձայնությունները սովորաբար նախ փշերից են կառչում: Դրանք բռնկվում են եկեղեցու կեղծավոր և ստոր մարդկանց մեջ, իսկ հետո դժոխքից փչող քամիների ազդեցությամբ տարածվում արդարների շրջանում և ոչ ոք չգիտի, թե որտեղ կավարտվեն դրանք: Ով խաղաղության իշխան և Տեր ամենքի, մեզ խաղաղարար դարձրու և երբեք թույլ մի տուր, որ մենք օգնենք ու աջակցենք կռվասեր մարդկանց կամ նույնիսկ ակամայից քո ժողովրդի մեջ ամենափոքր պառակտման պատճառ դառնանք: